Ողջույն սիրելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ մեր ալիքի եթերում, այսօր եկել եմ խոսելու 3 թունաքիմիկատի մասին։ Անձրևները անցան եւ անձրևներից հետո հիմա շատ նպաստավոր պայմաններ են, լավ եղանակային պայմաններ են, որպեսզի արդեն անցնենք ծառերի եւ մյուս բույսերի սրծկմանը։ Մենք ընտրել ենք 3 պրեպարատ, դրանցից են անտրիկոլը, սկորը եւ կոնֆիդորը։ Ուրեմն ինչի համար է նախատեսված սրանք։ Ուրեմն առաջինը անտրիկոլը, սա կոնտակտային ֆունգիցիդ է, այն օգտագործվում է այնտեղ, որտեղ շփվում է բույսի մակերեսի հետ, եւ այն օգտագործվում է հիմնականում կանխարգելիչ նպատակով։ Բակտերիալ եւ սնկային հիվանդությունների դեմ է այն օգտագործվում։ Անտրիկոլի չափաբաժինը կախված է նրանից, թե ինչ բույս եք սրսկում, եթե ծառերին եք սրսկում, ծառերի դեպքում ուրեմն 20-ից 25 գրամ 10 լիտր ջրի համար է։ Սրսկումը կարելի է կատարել վաղ առավոտյան կամ երեկոյան, երբ արևը ուժեղ չի։ Եվ իհարկե չի կարելի անձրևից առաջ սրսկել, քանի որ այն կոնտակտային է եւ կարող է անձրևը լվանալ։ Այս պրեպարատը կարելի է կրկնել յուրաքանչյուր 7-ից 10 օրը մեկ, եթե եղանակային պայմանները նպաստավոր են բորբոսների առաջացման համար։ Հաջորդ պրեպարատները, որոնք սրսկելու ենք, ինչպես ցույց տվեցի, սկորն է եւ կոնֆիդորն է։ Ուրեմն կոնֆիդորը հիմնականում սրսկում ենք վնասատուների դեմ, ինչպես նաև սրանք այն վնասատուների դեմ ենք մենք սրսկում, որոնք բույսը կարող են կրծել եւ կարող են մտնել բույսի մեջ։ Սրանք հիմնականում կոնֆիդորը հիմնականում ներծծվում է բույսի մեջ եւ երկար ժամանակ պաշտպանում է այն ներսից, հատկապես արդյունավետ է ծծող եւ կրծող միջատների դեմ։ Մյուս պրեպարատը սկորն է։ Սկորը հիմնականում բույսի վեգետացիոն շրջանում է սրսկվում, ինչպես նաև կարելի է սրսկել այս օրերին անձրևներից հետո։ Ուրեմն, էլ ինչ կարող եմ ասել այս պրեպարատների մասին։ Նշեմ, որ կոնֆիդորը կարելի է սրսկել վնասատուների եւ մյուս հիվանդությունների դեմ որպես կանխարգելիչ, հիմնականում լավ է նպատակահարմար է սրսկել միջև ծառի ծաղկելը եւ արդեն ծառի ծաղկելուց հետո, բայց քանի որ մեր մոտ մի քիչ ծառի ծաղկելուց հետո անձրևային եղանակներ են, հիմնականում սրսկում ենք այս ընթացքում։ Ահա ինչպես տեսնում եք, սրանք մեր ծառերն են, պատրաստվում ենք սրսկել այս ծառերին, մի քանի ծառ ունենք, նաեւ սրսկելու ենք խաղողի վազերին, որպեսզի խաղողները նույնպես լավ պահպանվեն։ Ձեր մոտ կարող է հարց առաջանալ, եթե սկորը եւ այստեղ մեր մոտ անտրակոլը երկուսն էլ սնկայինի դեմ են պայքարում, ապա ինչ տարբերություն եւ ինչով է պայմանավորված, որ մենք երկուսն էլ օգտագործում ենք։ Նշեմ սրանց հիմնական տարբերությունները եւ առավելությունները։ Նշեմ, որ սկորը սիստեմային ֆունգիցիդ է, ներծծվում է բույսի մեջ եւ պաշտպանում է ներսից եւ բուժիչ եւ կանխարգելիչ հատկություն ունի։ Իսկ անտրակոլը կոնտակտային ֆունգիցիդ է եւ մնում է մակերեսին, ստեղծելով պաշտպանիչ շերտ, միայն կանխարգելիչ է սա։ Ահա սրանց տարբերությունը, սիրելի հետևորդներ։ Դե ինչ, այսքանով կսահմանափակենք այսօր մեր տեսանյութը, իսկ դուք հետևեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ տեսանյութերը։ Դե ինչ, կհանդիպենք։